Ինչու են մարդիկ ակտիվ հակադրվում բարեփոխումներին։ Դրա համար կա մի քանի պատճառ։ Առաջինը, երբ դա շահն է, դա չի բխում իմ շահերից, դա ինձ դուր չի գալիս, որովհետև դա ինձ վնասելու է։ Բացահայտ իրավիճակ է, բացահայտ խնդիր։ Հաջորդը իներցիան է, ամեն ինչ լավ է, ինչ իմաստ ունի որևէ բան փոխել։ Մենք չենք գիտակցում, որ փոփոխության կարիք կա։ Երրորդը դա ինքնախաբեությունն է կամ իրավիճակի ընկալման բացակայությունն է։ Մենք ուղղակի չենք հասկանում ինչ իմաստն է խոսակցությունը։ Իրականում այդ երկրորդը եւ երրորդը բավականին փոխկապակցված են։ Ինչ կարելի անել, որպեսզի մենք հաղթարենք դիմադրությունը։ Առաջինը եւ ամենակարևորը ես արդեն ասացի, պետք է փորձել հաղորդակցվել եւ համոզել։ Համոզելը լավագույն միջոցն է։ Երկրորդը ինչ կարելի անել, դա օգնել եւ աջակցել, ներգրավել։ Մարդիկ շատ ավելի պատրաստական են կամ գոնե չեն ուզում շատ խանգարել, երբ որ իրենք ներգրաված են եւ ստանում են որոշակի աջակցություն, որովհետեւ շատ հաճախ մարդիկ ուղղակի վախենում են, իրենք չեն գիտակցում, որ իրենք կարող են այդ նոր իրավիճակում իրենց գտնել